Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 27-ը։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի այգում հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացածների հիշատակին։ Նրան ուղեկցել են խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ու հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Փաշինյանը հայտարարել է երկրի պատրաստակամության մասին անհապաղ բացել ճանապարհները Թուրքիայից եւ Ադրբեջանից բեռնափոխադրումների համար, ի պատասխան հայկական տարանցիկ բեռնափոխադրումների համար Ադրբեջանում սահմանափակումների վերացման։ Բյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը խոսել է նաև բանակի մասին, պնդել, թե մարտունակ եւ պաշտպանունակ բանակ եզրույթները տարբեր են։ Ըստ այդ տրամաբանության մարտունակ բառի մեջ մի տեսակ ագրեսիա կա եւ պետք է կիրառել պաշտպանունակ եզրույթը, քանի որ բանակի առաքելությունը հանրապետությունն ու ժողովրդին պաշտպանելն է։ Իդեպ 2026-ի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը կրճատվել են 15%-ով։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան, հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնել է արտգործնախարար Միրզոյանը։ Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները չեն մասնակցի Երևանում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ժամանել է Տոկիո, որտեղ հանդիպել է կայսր Նարուհիտոյի հետ։ Նա հոկտեմբերի 28-ին պետք է հանդիպի Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչի հետ։ Այցի նպատակն է խթանել առևտրային գործարքները, ներդրումները եւ պաշտպանության ծախսերի ավելացումը։ Նախորդին Եգիպտոսի Ռաֆահ հանցակետով Գազային ուղևորվել մարդասիրական օգնության բեռնատարներ եւ ծանր տեխնիկա։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված հրադադարի շրջանակում, որի պայմանները կողմերը մշտապես խախտում են։ Այսօրվա լրահոսին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։